Եվրոմեդիա 24, խնդրեմ ձեր հարցը։ Հարցը ուղղվում է երկու պատգամավորներին էլ։ ԿՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը հայտարարել է, որ կուզեր մահացած լիներ ինքը եւ չտեսներ Արցախի կորուստը, այսինքն մարդը ցավ է ապրում Արցախը կորցնելու համար եւ քանի որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պաշտոնապես Արցախը ճանաչում է Ադրբեջանի տարածք որպես լինում է, որ ձեր հարազատները, ձեր բարեկամները եւս ձեզ մոտենան եւ նման ցավ հայտնեն կամ գուցե հանդիմանեն, գուցե մեղադրեն, լինում է այդպես։ Գիտեք, ձեր հարցը ներողություն է արտահայտությանս համար, բայց անգրագետ հարց է, որովհետև դուք չեք տիրապետում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, եթե տենց հարց եք բարձրացնում, եւ ձեր հարցը որպես լրագրող էթիկապես ճիշտ հարց չի, դուք լրագրողական էթիկայի չեք տիրապետում, թույլ տվեք ինձ այդ դիտարկումը անել, հենց դա ձեր կարծիքն է, որ ասում եք, բա պարզ է, իմ կարծիքը պետք է ասեմ, իսկ դուք ձեր կարծիքը պետք է չասեք, որովհետև դուք լրագրող եք, իսկ ինչ վերաբերում է իմ գործընկերոջ ուրեմն հայրիկի ասածներին, բոլորս էլ էմոցիաներ ապրում ենք Արցախի հետ կապված եւ բոլոր մարդիկ էլ նման էմոցիաներ ապրում են վստահաբար, հենց որ ձեր օրինակը, ձեր բերած ուրեմն տեքստերը ընդհանրապես տեղին չեն եւ կապ չունեն լրագրողական գործունեության հետ եւ ազգային ժողովի ճեպազրույցի հետ առհասարակ։ Շնորհակալ եմ։